Վերականգնելու մասին եք ձեր առաջարկների մեջ խոսել ու ասել եք, որ ձեր պաշտոնավարման վերջին շրջանում արդեն $1 միլիարդ հնարավոր է ավելացնել Հայաստանի ռազմական բյուջեն։ Այդ մասին իշխանությունը միշտ ասում է ինչքան ուժեղ բանակ Ադրբեջանից, իսկ Թուրքիայից էլ ուժեղ, միշտ այսպես են հակադարձում, ուժեղը հարաբերական է, ումից ուժեղ։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Շատ կարևոր հարց է, շնորհակալություն։ Նախ առաջինը հստակ նշել եմ եւ դա պրոֆեսիոնալ հաշվարկների ու պրոֆեսիոնալ մոտեցումների արդյունք է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին անմիջապես օրենսդրություն միջև ավարտը նախ պետք է օրենսդրությունը փոխվի, օրենքի մակարդակով ամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը չի կարող հնայի 88%-ից ցածր լինել։ 1. Երկրորդը, սա նշանակում է, որ այդ հաջորդ առաջին պաշտոնավարմանը հաջորդող տարվա բյուջեով $1 միլիարդ ավել է լինելու, քան այսօրվա համեմատ կա։ Երկրորդը, պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, այո, մենք արդեն խոսում ենք հավասարակշռության մասին։ Գիտեք, իսկ այդ որ տենց ասում են, այս մեկը մեզանից ուժեղ է, այն մեկը ուժեղ է, այսինքն չհասկացա, որևէ մեկը կարող է ասել, որ մենք ուժեղ չպետք է լինենք։ Բայց եթե մենք ուժեղ չպետք է լինենք, մեզ անընդհատ պետք է պարտադրենք հույս ունենալով, որ այս մեկի բարի կամքն է, վայ, մեզ գնանք էլ ինչ անենք նրա հետ, էլ ոնց գցնենք, ինչ անենք, որ մեզ հանգարց մեր թույլ տա ներքին քաղաքական հարցերում խաղաղությունից խոսենք, բայց իրականում չկա դա, այդ պատրանքային վտանգն է իրականում թևածում։ Ինչ որ մեկը կարող է ասել, որ մենք չպետք է ուժեղ լինենք, մենք չպետք է ունենանք կարողություն ինքներս մեզ պաշտպանելու, որտեղ է գրված, այո, մենք պետք է լինենք ուժեղ, մենք պետք է կարողանանք ձեռք բերենք հուսալի կարողություն ինքներս մեզ պաշտպանելու։ Եվ նորից եմ ասում, խոսքը վերաբերում է մեր պաշտպանությանը, եւ դա միայն սպառազինությունը չէ, դա ռազմաարդյունաբերությունն է։ Մենք օրինակ հայտարարել ենք, որ սպառազինությունը պետք է նաեւ լինի տնտեսության ճյուղ։ Սա շատ կարեւոր է, ներողություն սպառազինությունը, այլ ռազմաարդյունաբերական համալիրը։ Մենք պետք է ժամանակակից տեխնոլոգիաներով շարժվենք։ Ես ինչու եմ ասում, որ մենք պետք է շարունակենք մեր հարաբերությունները այն աշխարհի երկրների հետ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ ինովատիվ զարգացումներ կան, բարձր նվաճումներ կան, որովհետեւ բերենք ներդնենք մեր երկրում, մեր բանակում, մենք Ժողովուրդ ջան պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Բանաձևը շատ պարզ է, շատ մաքուր է։ Մեզ ոչ մեկ չի կարող այդ հարցում ասել, իսկ ինչ եք դուք ուժեղանում։